Սրանք չունենք, ընդհանրապես ընդամենը մի հատ ձմերուկ կա մնացել, դե էդ էլ է վերջանալու։ Շատ ցավալի վիճակում է հայտնվել այսօր արցախցին։ Այստեղից մինչև Մարտակերտի հիվանդանոց մի 3-4 կիլոմետր կա հաստատ կլինի։ Ոտքով են գնում, դե աշխատողները ամեն օր են գնում, արդեն վարչակազմի աշխատողները, հիվանդանոցի աշխատողները, բժիշկները, բուժքուրները բոլորը հիմա ոտքով են։ Բառից բուն իմաստով վառելիք չկա։ Երևի թե քաղաքային Ստեփանակերտ, Մարտակերտ այդ ավտոբուսներն էլ վախենում եմ էդ չլի արդեն։ Ես վախենում եմ հիմա որ գնամ Ստեփանակերտ։ Ես վաղը կկարողանամ ընդեղից գամ, թե չէ։ Այդ ցամաքացի հենց խնդիրը բավարար է, որ ես միշտ դրանից էի վախենում, այսօր արդեն ես իմ մաշկի վրա զգացի 92 թվականի այդ օրերը հիշեցի, ուղղակի ասենց ապշեցի, ասեցի ես ինչ օր ենք ասել, ես որտեղ ենք ասել, 21-րդ դարում հաշ չկա։ Շտապ պետք ես հասնեի իմ աղջկա մոտ, իմ աղջիկը 40 օրական երեխա ունի, ինձ էր սպասում, որ գնայի օգնեի, սրսկումներ էր ունեցել նոր հիվանդանոցում, դե չկարողացա գնալ։ Իրավիճակի սղությունը պարզ երևաց, դուք էլ տեսաք։ Էս էլ մեր իրականությունը, որ մի հատ ավտոբուս է, էդ էլ գնալ։